Բարև ձեզ, մենք ուղիղ եթերում ենք, մեզ կարող եք հետևել Հայելի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով։ Իմ հյուրն է ՀԱԿ կուսակցությունից եւ ընտրությունների որպես վարչապետի տեխնացու հենց այդ կուսակցությունից մասնակցած Լևոն Զուրաբյանը։ Բարև ձեզ, պարոն Զուրաբյան, շնորհակալ եմ, որ իմ հրավերն ընդունեցիք։ Սա ընտրություններից հետո պարոն Զուրաբյանի առաջին հարցազրույցն է, բայց մինչ այդ շատ ուշագրավ գրառում է արել պարոն Զուրաբյանը, ճիշտ ասած ծայրցեր համաձայն եմ պարոն Զուրաբյանի խոսքերի հետ եւ ձեր թույլտվությամբ շատ երկար չի մեջ բերում անեմ։ Փախեք, մենք խոսելու ենք եւ հասնելու ենք ճշմարտությունը մեր ժողովրդին, Լևոն Զուրաբյան։ Ուրեմն այսպես, բոլոր խոսակցությունները, թե իբր քանի որ մենք քիչ ձայն ենք հավաքել, ապա իրավունք չունենք խոսելու կատարյալ անբարոյական հիմարություններ են։ Եթե ճշմարտությունը որոշվեր քվեարկությամբ, Հիսուսը չէր խաչվի։ Համաձայն եմ 2017 թվականին բացի մեր փոքրաթիվ ձայներ ստացած կուսակցություններին համազգային կոնսենսուս էր ձևավորվել, որ Մինսկի խմբի պլանի ընդունումը դավաճանություն է հայ ազգի նկատմամբ։ 99%-ը այդպես էին մտածում։ Պատմությունը դաժան դաշտ տվեց այդ 99%-ին։ Հիտլերն ու Մուսոլինին էլ իշխանության են եկել ժողովրդավարական քվեարկությամբ, հետո ուրեմն ճիշտ էին։ Մեր խոսքը պակաս ճշմարտացի չի դառնա միայն այն պատճառով, որ քիչ ձայներ ենք ստացել։ Ցավոք սրտի պատմությունը նորից ապացուցելու է մեր նախազգուշացումների եւ առաջարկված լուծումների ճշմարտացիությունը, իսկ մեզ խոսքի իրավունքից զրկողներին կասեմ, փախեք, մենք խոսելու ենք եւ հասցնելու ենք ճշմարտությունը մեր ժողովրդին։ Եվ այսպես ընտրությունները, այո, ընտրությունները կայացան, շարունակում են մի շարք բացահայտումներ լինել, որ հաստատում են այն, որ կեղծիքներ են եղել եւ եթե այսօր պիտի այդ քվեաթերթիկները բացելուց հաշվարկելուց հետո հաստատվի, որ դա եղել է, մինչ այդ բազմաթիվ փաստեր եւ հանգամանքներ կան, որ հաստատում են դա, սկսած նրանից, որ բռնաճնշումներ, ահաբեկություններ, ինչ-որ իմաստով առևանգումներ, այսպես էլ անգամ կարելի ասել, քրեական գործեր, ձերբակալություններ, հիմա կարող ենք ասել վերջին օրերին, ես շատ ավելի հստակ եւ վստահ կարող եմ ասել առհասարակ վերջին տարիներին, որտեղ տեսել են քննադատական խոսք, այլ կարծիք, այլակարծություն, դիմադրություն, ապա իշխանությունը այդ մեխանիզմները բանեցրել է, հատկապես դա սրվեց վերջին փուլում, ճիշտ ասած էլի համաձայն չէ, ոչ միայն վերջին փուլում, ինչու՞ միայն վերջին փուլում, տեսեք ընդհանրապես ինչ են արել իրենք այս փոքրիկ բռնապետ ասեմ, թե հիմա արդեն ման բռնապետ ասեմ, ինչ է արել ինքը վերջին օրերին, ինչ է նշանակում ընտրության օրերից լուսաբացին ժամը 5-ին մտնել տներով շտաբի ղեկավարներ, պատասխանատուներ, էլ մնացած բաների մասին չեմ ասում, հոսանքազրկություն, իդեպ պարոն Զուրաբյան, չգիտեմ, երեք էլ ասեցի սրա մասին, ես այստեղ ուղիղ եթերում աշխատում եմ, երկու լրագրողների հետ կապի մեջ եմ, Անիկ Գևորգյանի եւ Լիա Սարգսյանի հետ տեղերից ինֆորմացիա են տալիս, մի անգամից լրահոսում, հետևում եմ նաև լրահոսի, որ մոտավորապես 20 տեղամասում հոսանքազրկված է, ինչ է նշանակում, որ արդեն սկսել աշխատել։ Հոսանքազրկված վիճակում այդտեղից նկարներ են ուղարկում, հեծից հայտարարում են, մենք պատասխանատվությամբ կենթարկենք բոլոր նրանց, ովքեր որ ասում են հոսանքազրկումներ են։ Դուք անբարոյականության բանը պատկերացնում եք, տեղերից ուղարկում են եւ հաստատված էլի, ասենք, չգիտեմ, ամեն տեղ 2 տասնյակ մարդ է աշխատում, այսպիսի բաներ։ Դե դա էլ չբավարարեց, հաջորդ քայլը այն էր, որ մարդը դեռ 10%-ի հաշվարկ չի եղել եւ ինքնահռչակը իրեն հռչակեց, որ այդպես է, էլ չեմ ասում, որ ԿՀ-ում եկել տեսանք, որ ընդհանրապես էկրանից անհայտացան այդ բաները։ Այդ բանի սքո տեսքով այդ անձանց նկարներն էլ հետաքրքիր է որ տնենք, որտեղ առաջին արձագանքողներից մեկը հենց դուք էիք, նկարը դրելով ասել սա ոնց որ թե հաղթող մարդկանց, ենթադրելի է, որ այս մարդիկ արդեն գիշերը տխուր ինֆորմացիա ունեին եւ պետք է մյուս մեխանիզմները բանեցնել։ Խնդրեմ, ինչ տեղի ունեցավ այս ընտրություններին, ինչ հետևություն եւ չնայած դեռ process-ը գնում է։ Խնդրեմ։ Դե ես շատ կոշտ գնահատականներ կտամ, որոնք իմ կարծիքով ամբողջությամբ համապատասխանում են ստեղծված իրավիճակին եւ իրողությանը։ Ուրեմն մենք ընդունել ենք Նիկոլ Փաշինյանի կառավարության լեգիտիմությունը 2018 թվականին, որը չէր նշանակում, որ մենք իր հետ համաձայն ենք, բայց համարել ենք, որ այնուամենայնիվ ընտրվել է քիչ թե շատ արդար
եւ ունեցել է ժողովրդի աջակցությունը 18 թվականին, անգամ 21 թվականին, երբ որ արդեն ակնհայտ էր վարչական ռեսուրսի անխնա շահագործումը ընտրությունների ժամանակ, մենք այնուամենայնիվ այն ժամանակ հայտարարություններ արեցինք, այդ ընտրական process-ի բոլոր թերությունները նշեցինք, բայց մեծ հաշվով այդ վերապահումներով հանդերձ ու չնայած համարում էինք, որ ինքը կորցրել է իր լեգիտիմությունը պատերազմի այդ իր պարտությամբ, քաղաքական առումով կորցրել է, բայց իրավական առումով, այնուամենայնիվ ասում եմ վերապահումներով 21 թվականին էլ ընդունել էինք, որ ինքը այնուամենայնիվ ստացել է ժողովրդի ձայնը եւ լեգիտիմ կառավարությունը։ Եվ ահա 26 թվականի ընտրություններից հետո հայտարարում եմ, Նիկոլ Փաշինյանը չի ընտրվել վարչապետ, նրա իշխանությունը այլևս լեգիտիմ չի եւ այն ժամանակաշրջանը, երբ որ մենք ունեցել ենք թեկուզ եւ շատ թերի, թեկուզ եւ ձախողումներ բերող, ավերածություններ բերող, բայց իրավական առումով լեգիտիմ կառավարություն, այդ ժամանակաշրջանը տևել է 6 տարի։ Այսուհետև 6-ը երևի չէ, ավել 8 տարի։ Այսուհետև այս պայից սկսած մենք չունենք լեգիտիմ կառավարություն։ Իմ այս գնահատականը հիմնեմ կարևոր հետևյալ փաստերի վրա։ Ուրեմն 4 կարևոր բան է եղել հենց ընտրության օրը։ Ես հետո կխոսեմ նաև ընտրությունների նախորդած ժամանակաշրջանի մասին, բայց կոնկրետ խոսում ենք հիմա այս ընտրությունների օրվա մասին, որտեղ ինձ համար ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն չի ընտրվել, ինքը հանցագործություն է կատարել, կեղծել է ամբողջությամբ ընտրությունները եւ ուզուրպացիա է արել իշխանության։ Ուրեմն առաջի հանգամանքը դա 20:00-ից հետո բանակի քվեարկությունն է, որը փաստագրված է մի շարք տեղերում։ Սա բացի դրանից, որ դա մասսայական բան է, խախտում է, էլի, բանի ընտրական իրավունքի եւ այլն, որովհետեւ ակնհայտ է, որ ուղղորդված 20-ից հետո բերել են զինվորականներին քվեարկելու տարբեր տեղամասերում եւ դա ֆիքսվել է վիդեոնյութերով։ Սա բացի ուղղակի խախտման փաստ լինելուց ինքը շատ կարևոր վկայություն է։ Եթե 8-ից հետո, երբ որ տեղամասերը փակվել են, ռեժիմը դիմել է նման մեթոդների, նշանակում է, դա մենակ մի բացատրություն ունի։ Իրենք իմացել են, որ իրենք պարտվել են։ Իհարկե։ Եվ իրենք ավրալային մեթոդներ են կիրառել, արագ իրավիճակը ընդ որում խայտարակ կերպով են պարտվել, որովհետև կարող էին, ասենք, 8-ից մինչև 9 կազմակերպեն, դա շարունակվել է մինչև մոտավորապես գիշերը 2-ը։ Այո, այո։ Երկրորդը դա այդ հոսանքազրկումներն էին, 6 ժամ շարունակ, ընդ որում մենք ունեցել ենք նաև մեր կանալներով, մեր վստահված անձանց կողմից եւ այլն այդ տեղեկությունները եղել են այդ հոսանքազրկումները եւ նորից այստեղ կարևորը հետեւյալ հանգամանքը ոչ թե խախտման փաստն է այստեղ կարևոր, այլ ինչու պիտի դիմես, ասենք, նման մեթոդի։ Միակ բացատրությունը նորից հետեւյալն է։ Դու պարտվում ես ամենուրեք։ Հետևաբար գնում ես նման քայլերի, ոչ միայն հոսանքազրկում ես, չգիտեմ մթության մեջ ինչեր ես անում, ինչ տեղափոխություններ ես վստահված անձանց ես վախեցնում, ստիպում ես արձանագրություններ ստորագրել եւ այլն եւ այլն եւ այլն։ Այս նույնպես տեղի է ունեցել 20-ից հետո, այսինքն իրենք իմացել են, որ ինչ որ բան այն չի, այդ հաշվելը կանգնացրել են, հետաձգել են, այսինքն փորձել են բերեն իրավիճակը վերահսկողության տակ։ Երրորդ փաստը, որը միգուցե անգամ ավելի կարևոր փաստ է, դա զանգվածային ձերբակալություններն էին այդ օրվա, որոնք նշանակում են լուսաբացից սկսած ձերբակալություններ, որոնց միակ նպատակը պետք է լիներ վախ տարածել եւ ահաբեկել անդիմության կազմակերպական ուժը թույլատրել, վերահսկողությունը ընտրական օրինականության նկատմամբ թույլատրել
Այսինքն երբ որ դու բռնում ես, ասենք, շտաբերի պետերին, չգիտեմ, ինչ որ կարևոր կազմակերպիչներին եւ այլն, այն վստահված անձիկ արդեն դառնում են շատ ավելի վերահսկելի, դու իրաց կարաս տիպես բոլորը հասկանում են, ինչ որ տերոր է գնում եւ այլն, նրանք դառնում են նախ անվերահսկելի, որովհետեւ կապն էլ չունեն անգամ, ասենք, իրենց կենտրոնի հետ եւ երկրորդը տեսնում են, որ այդպես բաներ են գնում, ռեպրեսիաներ են գնում, իրանք էլ են համապատասխան, եթե նրանց են բռնում, պատկերացրեք, ասենք շարքային վստահված անձը ինչ վիճակում է հայտնվում եւ շատերը բնականաբար այդ ճնշումներին չեն դիմանում եւ գնում են ստորագրում են այն արձանագրությունները, որոնք իրենց պարտադրվում է ստորագրել։ Իմիջիայլոց այդ այդ որ կապի մեջ է այդ լրագրողները, ովքեր օրինակ առավոտից մինչև երեկո եղել են ընտրատեղամասերում, ասում էին ինչ որ մի ժամից նկատել էր, որ իրենք էլ էին կաշկանդված, վստահված անձինք, շտա, որտեղ ասում այդ բաներ, այսինքն այդ ազդեցություն անդադ ինֆորմացիա գալիս, սրանք կալանավորում են, սրա նկատմամբ սա տարել են, այսինքն այդ ինչ որ մի հատ խոճապայն ենք նպատակին հասել։ Գլխավորապես փոքր գյուղերում, որոնք շատ են, ասենք կարող է փոքր է, հա, տնտրողների տեսակից, բայց երբ որ հանրագումարը բերում ես այդ գյուղերի, բավականին լուրջ բաներ են ստացվում։ Չէ, նաև մեծ քաղաքներում Գյումրիում կոնկրետ դա բանեցրել էին իրենք։ Հա, ամենտեղ որտեղ կարողացել են արել են։ Ուրեմն սա երրորդ փաստը։ Եվ չորրորդը, որի մասին հələ շատերը չգիտեն եւ դրա վրա ուշադրություն չեն դարձնում, բայց սա արդեն մաթեմատիկական մեթոդ է, չգիտեմ դուք տեղյակ եք թե չէ, ընդհանրապես եթե դու ունես ամբողջ պատկերը 2000 տեղամասերում, դու կարող ես անել մաթեմատիկական վերլուծություն, այսպես կոչված Հաուսի, շվեյցարացի մաթեմատիկոսի այդ անունով կոչված կորի վերլուծությունն է, վիճակագրական եւ անոմալիաները, այդ վերլուծության բացահայտված անոմալիաները ոչ միայն վկայում են խախտումների մասին, այլ նաեւ մաթեմատիկական մեթոդ կա հաշվելու, թե ինչքան է այդ խախտումներ եղել։ Եվ այսպես, հիմա ես ասում եմ, այդ անոմալիաների Հաուսյան կորի անոմալիաների վերլուծությունը ցույց է տալիս, որ տասնյակ հազարավոր ձայներ կեղծվել են հօգուտ իշխող կուսակցությանը։ Այսինքն անգամ կարելի է քանակական ինչ որ բան տալ, գնահատական տալ, ինչ է կատարվել։ Այս 4 հանգամանքը բավարարում են նրա համար, որ մենք հայտարարենք այս ընտրությունները ամբողջությամբ կեղծված։ Դրա վկայությունն է նաև արդեն հոգեբանական ֆակտորը, նոր հանեցիք նրանց նկարները, հա։ Ես որ իմացա Փաշինյանը ժամը 2-ին, դեռ 10% էր, չէ, հաշվարկված։ Երբ իմացա, որ ժամը 2-ին Փաշինյանը ասուլիս է տալու, ես ամենապես միացրեցի ԿՀ-ի վրա թիմակիցների, թե տրամադրում է, ես նախ իմ տպավորությունների մասին ասեմ, ուրեմն միացրեցի եւ ինձ անմիջապես ապշեցրեց դրանց հոգեբանական վիճակը, որովհետև այս մարդկանց քիչ թե շատ ճանաչելով եւ ոչ միայն իրանց, ով ուզում է լիներ իրանց տեղը։ Ցինիզմի մակարդակն է, չէ, ցինիզմը լե մի կողմ դրեք։ Ով ուզում է լիներ իրանց տեղը։ Եթե դու նորմալ ընտրություններով այսպեսի պատմական հաղթանակ ես կրել, այս դեմքը պիտի չունենայր։ Իրենք պիտի ճառագայթեին ուրախություն։ Ինչքան էլ որ ասեն, բա ախպեր հոգնած էին այդ ժամին, սաղուրը աշխատել են, էսկոմ ենկոմ, այդ թողից չֆրցնեն։ Ես գիտեմ, որ քաղաքական գործիչը ինչքան էլ հոգնած լինի, եթե ինքը արդար հաղթանակ է կրել, իր մեջ արտնանում են էմոցիաները, բազմաթիվ աղբյուրներ էներգիայի, ուրախության, երջանկության եւ այլն եւ այլն։ Այդ բոլոր աղբյուրները այսինքն կռանով փակված էին իրancs մեջ, որովհետեւ իրենք գիտեին ինչա կատարվել։ Իրենք իմացել են, արդեն, չգիտեմ, 9-ի կողմերը, թե որ ժամին են կոնկրետ իմացել, իրենք իմացել են, որ իրենք պարտվել են, խայտառակ պարտություն են կրել։ Իրենք դրա մասին իմացել են։ Ուրեմն սա մեկ այս վախի եւ այս sense ինչ ասեմ, լարվածության այս վիճակը, որ իրանց մոտ տեսնում եք, հոգնածություն էլ կա բնականաբար։ Այս վիճակը միայն բացատրվում է նրանով, որ իրանք ժամը 9-ին կամ 10-ին, չգիտեմ, արդեն ունեցել են պատկերը, պարտության պատկերը։ Թե որ պայից են իրանք սկսել այդ ավրալային արտակարգ միջոցները ձեռնարկել, որ շտկեն այդ իրավիճակը,
Ես չեմ կարող ժամերով հստակ ասել, բայց այս արտահայտությունը ցույց է տալիս երկու բան. A. Իրենք գիտեն, որ պարտվել են, B. Իրենք գիտեն, որ իրենք կատարել են ժողովրդի ազատ կամ արտահայտությունը կեղծելու ուղղված հանցանքներ, որոնց պատասխանատվությունը ու վախը այդ պատասխանատվության համար արտացոլված է իրենց դեմքներին։ Այսինքն այս երկու բանը զուտ հոգեբանական ֆակտոր ավելանում է նրան, ինչ որ ես ասեցի։ Բայց ես ուզում եմ մի հատ կարևոր հանգամանք էլ նշեմ։ Այս ինչ որ մենք խոսացինք, այդ 4 բանը, դրանք վերաբերվում են պլան B-ին, բացատրեմ։ Այսինքն իրենք նախապես չեն մտածել, որ անպայման պետք է գնալ պլան B-ին ու անել այս կատարված հանցագործությունները։ Իրենք ունեցել են պլան A։ Պլան A-ն, որում 2 տարվա պլան է, 2-3 տարվա պլան է եղել։ Ինչ է եղել պլան A, որ բոլոր համայնքներում Հայաստանի իրենք պետք է ունենան նիկոլական իշխանություն։ Իրենք հետևողականորեն դա արել են եւ որտեղ որ ընդդիմությունը հաղթել է, նրանք կամ Հարակարում գնդակահարվել է, Մասիսում բանտ է նստել, Վանաձորում բանտ է նստել, Գյումրիում բանտ է նստել, ոչ մի ընտրված արդյոք չեն արել։ Հա, այս բանը էլի նիկոլական ժողովրդավարությունն է։ Ասма չեմ այդ этаպում, ասма չեմ կեղծում, բան ես անում, ընտրվի կամ կսպանեմ կամ բանտ կնստացնեմ։ Այո։ Ես այդ շատ լավ գիտեմ, Ալավերդու օրինակով, որտեղ մենք կոալիցիա կազմեցինք ապրելու երկրի հետ, մեր մի ձայնը մենք օգտագործեցինք տենց King Maker-ի կարգավիճակով եւ բան Արկադի Թամազյանը ընտրվեց համայնքապետ Ալավերդու։ Եվ ինչ եղավ հետո։ Ուրեմն չկա մի պաշտոնյա կամ ԿՊ-յա մերձ որևէ անձնավորություն, որ այդ օրերին չի զանգել ինձ ու չի փորձել բազարանել մեր հետ, որպեսզի մենք հրաժարվենք Արկադի Թամազյանի աջակցելուց եւ չընտրենք չմիանանք ԿՊ-ին եւ միանանք ԿՊ-ին։ Ուրեմն այդ տվյալը մի տարվա ընթացքում մեզ մոտեցել են, ասել են լսեք, ի վերջո, հա, նախ ասեմ, մեզ անգամ խոստացել են, որ քաղաքապետի պաշտոնը կտան մեզ։ Այսինքն ԿՊ-ն ասել է, որ ձեր տեխնացուին կտանք այդ քաղաքապետի պաշտոնը, ոչ միայն Լոռու մարզում ինչ պաշտոն ձեզ հետաքրքրում է առողջապահության համակարգում, չգիտեմ, որևէ բան, այդ պաշտոնները մենք ձեզ կտանք։ Այսպես առաջարկներ են արել։ Այսինքն անհանդուր ժողովականություն, ասենք, եթե մի հոգի ընտեղ լինի, ինչ պիտի լիներ։ Դուք տեսեք, ինչ անհանդուր ժողովականություն է, հենց դա, ես ուզում եմ ասեմ, սա ծրագիր է։ Այսինքն իրենք վաղուց ծրագրով առաջնորդվել են։ Իրանք վերջը հասան իրանց նպատակի, ընդ որում էդ էլ շատ կեղտոտ ձևի արեցին, այնտեղ անգամ ԿՊ-ական այդ ԿՊ-ական անդամների մեջ ավականու կար մեկը, որը պարկեշտ էր եւ անվստահության այդ բանին չէր միանում Թամազյանի դեմ։ Իրան ստիպեցին, որ ինքը հեռանա, հրաժարական տա, ուրիշը եկավ ու տենց կարողացան այդ բանը պարտադրել, բայց մինչև այդ քրեական գործերի բաներ, սպառնալիքներ, չգիտեմ, ճնշումներ եւ այլն, ինչ ասես հնարավոր ճնշում կիրառել են, որ հանգարցակի Ալավերդի համայնքում չլինի ընդդիմադիր համայնքապետ։ Այսինքն մենք այդ պատկերը տեսել ենք, ամբողջ Հայաստանում իրանք գնացել են այդ ուղղությամբ։ Ինչի համար են դա արել, որովհետեւ իրենց պետք էր 100% վերահսկողություն, հա, իդեպ վերահսկողության մի ձևն էլ վերբովկան է, այսինքն ինչ որ մարդկանց ուղղակի, որոնք ընդդիմադիր էին, իրանց ուղղակի բերել են ԿՊ-ական Նիկոլին քծնողական դաշտ։ Գիտեք, կանոնները չհրապարակեն։ Հիմա այդ իրանք, այսինքն լիակատար վերահսկողություն էին հաստատել տեղական ինքնակառավարման մարմիններում, որովհետև իրանք գիտեին, որ այդ ադմինիստրատիվ ռեսուրսը պետք է լինի իրենց բացարձակ վերահսկողության տակ։ Իրանք հասել էին դրան։ Այսինքն, բայց դա եղել է պլան A։ Հիմա ինչն է իմ ասածը, որ
Էլ չեմ խոսում, հա, այդ terror-ը, այդ լայքերի հաշվարկը, ամեն մեկի կապերի բացահայտումը, թե ով որտեղ ինչ պետական ապարատում ինչ բարեկամ ունի, Այսպեսի բան կա, պատկերացրեք, մի լայքը նստի իրան պաշտոն, աշխատանք։ Հա, ուրեմն տեսել ենք ամբողջությամբ, բայց դա եղել է պլան A։ Հիմա ամենահետաքրքիր բանը, որ ես հիմա հարցարում եմ, որ պլան A-ն, չնայած իրանք ամեն ինչ վերահսկել են ու իրանք իմացել են, որ սրա վրա ձախողվել է, պլան A-ն պլան A-ն անգամ ձախողվել է։ Այսինքն այսքան բաներից հետո, նախապատրաստումներից հետո, այսքան ժողովրդավարությունը ոտնահարելուց հետո terror-ի մթնոլորտը տարածելուց հետո իրենք ձախողել են ընտրությունները։ Այդ ժամանակ են անցել պլան B-ին։ Այսինքն սքավորվել էին, երբ որ հասկացան, որ պլան A-ն այսքան բան կիրառելով, այսքան terror բան սքավորված վիճակն է։ Սուքը, այս վախը ավելի ճիշտ է ասել։ Չէ, վախ։ Նաև վախ, ճիշտ է։ Չէ, այս վախը երևում է։ Այս ամեն ինչը տեղի է ունեցել պլան A-ի ձախողման պատճառով։ Իրանք հասկացել են, որ անգամ այս ծավալից հետո, այսքան ճնշումների բաներից հետո իրանք չեն կարողանում ապահովել, ինչքան ժողովուրդը իրանք չի ուզում։ Ու անցել են պլան B-ի, որը արդեն խայտառակ բաներ են եւ երևացող բաներ են, որովհետեւ կներեք ավելի խայտառակ բան, քան բանակի քվեարկությունը մինչև ժամը 2-3-ը առաջ, արդեն դժվար է պատկերացնել Եվ հիմա կարելի է այդ գնահատականներն էլ տալ, որ տասնյակ հազարավոր ձայներ 18,000 ձայն ասում են։ Եվ կարող է մինչև 100-ի հասնի, ասեմ այդ կեղծումները, այդ հələ պետք է ուսադիր ավելի լուրջ բան անել, վերլուծել, գնահատել, թե ինչքան է այդ ծավալը։ Հիմա գալիս է երկրորդ հարցը։ Այնուամենայնիվ հիմա ինչ որ այս A պլանի ձախողումից հետո B պլանն են իրագործել, դա ինչ որ արդյունք տվել է։ Հիմա պետք է տեսնենք, այդ արդյունքը կա։ Հիմա ի վերջո ինչ որ բան կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարելու է, արդեն բաների այդ արտասահմանյան ներկայացուցիչների, ընդհանրապես պետությունների շնորհավորանքները կան եւ այլն, այսինքն իրանք ու իդեպ Նիկոլի այդ ափալ-թափալ ելույթը հենց ժամը 2-ին ուղղված էր հենց դրան։ Ինքը պետք է ապահոver այն ֆոնը, որի վրա պետք է գան այդ շնորհավորանքները եւ գնա լեգիտիմացիա։ Բայց դա էլ ընտրակեղծիքի մի դրվագ չի։ Երբ որ մարդը 10% իհարկե, այնտեղ հաշվարկեն ամենը 10%-ն են հաշվել, մարդը ինքնահարճակ ինքն էլ ասում է, չէ, իրան ասում են ախպեր 10% են հաշվել, դու ինչ ես ասում, ասում դե մենք մեր ներքին հաշվարկն ենք ունեցել։ Այդ ներքին հաշվարկով էլ դուք հասկացել եք, որ այո, որտե լույսերը անջատեք, որ պիտի բանը էկրանի վրա ջնջվի հեյ պատմանը, թվերը։ Հիմա, բայց այստեղ հիմա երկրորդ կարևոր հարցն է Սա բանի իրանք նպատակ են, չէ, իրանք առաջ դրել այդ համանդրական մեծամասնությունը վերցնելու։ Բայց այս թեման փակենք, հիմա փաստորեն իրենք արդ բլանշ տրված էր, հիբրիդային պատերազմով եկել էր արևմուտքը, հավաքական արևմուտքը Հայաստան, չհերքեք, որովհետև այս ամեն ինչը իրենց հովանու տակ է անցել, իրենք այդ ընտրված համայնքապետի սպանություն, դրանից հետո տեսնում ենք շարունակում են կալանավորված մնալ ընտրված Գյումրու քաղաքապետը, Մասիսի քաղաքապետը, որ ոնց որ թե սրա հետ կապված ոչ մի աղմուկ, ոչ մի բան չկա, այլ չեմ ասում ճնշումները, տեսնում ենք Գորիսում կլինի, Քաջարանում կլինի, այս մարդիկ էլ չէ, բոլորը բանտերով անցան, այլ չեմ ասում ձեր բերած հենց այդ օրինակը։ Ընդունում ենք, որ այս ամեն ինչը անցնում է իրենց աչք փակելու կամ հովանու ներքո, որտեղ հովանավորությամբ կա այդպես։ Դե այլևս ասում եմ, Նիկոլ Փաշինյանն օկուպանտ է, ուզուրպատոր է, իր ռեժիմը այլևս հենվում է ոչ թե ժողովրդի վստահության վրա, այլ ժողովրդի նկատմամբ ճնշումների, մարդկանց իրավունքների ոտնահարումների, անդիմախոսների նկատմամբ ռեպրեսիաների, ընդ որում այնքան լայն է շրջանակը, դա ոչ միայն անդիմադիր կուսակցություններն են, դա նաև հոգևորականությունն է եւ այլն, այսինքն իրանք բոլոր ուղղություններով իրականացում են այս ռեպրեսիաները։ Շարքային պաշտոնյայի, սովորական պաշտոնյայից սկսած միջև քաղաքական